առաջին խնդրահարույց երևույթներից է համատարած ատելության թշնամանքի խոսքը։ Գյումրիի քարոզարշավի ու ընտրությունների ողջ ընթացքին հետևած դիտորդական խմբերն արձանագրում են, մասնակից քաղաքական ուժերը կիրառել են ատելության խոսք, վիրավորանք ու անձնապես թիրախավորել միմյանց։ Ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանն ասում է, այդ շղթան բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ վարչապետը մրցակիցներին անվանեց առնետներ եւ դրան հետևեց պատասխան համարժեք ու այսպես ձնագնդի էֆեկտով ատելության խոսքը քարոզարշավի ամբողջ ընթացքում բազմապատկվեց։ Դրա համար էլ ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի։ Նման մարդկանց ասում եմ Դիտորդներն արձանագրել են մասնակից ուժերից դեմոկրատական այլընտրանք կուսակցության հիմնադիր Սուրեն Սուրենյանցը վիրավորական մի շարք արտահայտություններ է թույլ տվել իշխանական թեկնածուի հասցեին։ Մայր Հայաստան դաշինքի ավականու թեկնածու Մհեր Խաչատրյանն էլ Ինստագրամի իր էջում գրել է մեջբերում. հայ ես թե ՔՊԱ-կան, իսկ ահա իմ հզոր համայնք կուսակցության նախընտրական ծրագրում իշխող քաղաքացիական պայմանագիրը նույնացվել էր թափառող շների ու կրծողների հետ։ Հետո այդ կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը սոցցանցերի իր էջում ատելության քարոզի տարեր պարունակող տեսահոլովակ է տեղադրել։ Կոմունիստական կուսակցության ցուցակն առաջնորդած Վարդան Ղուկասյանն էլ թիրախավորել էր LGBT անձանց եւ ոչ միայն։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովեյանն ասում է, եւ սա իրենց արձանագրումների մի մասն է միայն։ Առաջացած մարտիկները իհարկե այս մրցավազքում Վարդան Ղուկասյանն էին եւ Ռուբեն Մխիթարյանը։ Սպეციფიკան ատելության խոսքի կանում է նրանով, որ յուրաքանչյուր թեկնածու իր հասցեին լսելով անանապատվությունը նսեմացնող, հավասարության իրավունքը ոտնահարող խոսքեր հակված է համարժեք արձագանք տալու եւ դրանով է, որ այս երևույթը ռիսկ ունի իր մեջ բազմապատկվելու եւ հրահրելու հետագայում նաեւ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն։ Հովեյանը հիշեցնում է, ընտրական process-ը դեռ չի ավարտվել, մինչև տեղական իշխանությունների վերջնական ձևավորումը հետընտրական զարգացումները նույնպես ընտրության մաս են համարվում։ Դիտորդի պնդմամբ կարևոր է, որ ընտրված թեկնածուները շարունակեն պահպանել բարեվարկության կանոնները։ Գյումրու ընտրություններում ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները հավաքած Վարդան Ղուկասյանն օրինակ ընտրությունների հաջորդ օրը կրկին թիրախավորել էր LGBT անձանց, վիրավորական արտահայտությունների զատ նաև բռնության կոչեր հնչեցրել, իսկ գայթակղվող տղամարդկանց արդարացրել, որովհետև ըստ նրա կանայք կարճ են հագնվում։ Մենք երեք լսեցինք շատ տխրեցնող, շատ մտահոգիչ արտահայտություններ, օրինակ կոմունիստական կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից, թիրախավորելով կոնկրետ համայնքի ներկայացուցիչների, կանանց, սեռական փոքրամասնություններին եւ այլ խմբերի։ Սա այս խմբերի դիրքը հասարակության մեջ նսեմացնելու, արժանապատվությունը վիրավորելու եւ հավասարության իրավունքը ժխտելու փորձ է, ինչու բացարձակ անընդունելի է։ Բայց աշխարհի մեջտեղ է կանգնած ոնց կարող է մեղք չգործեն։ Հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Եվ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում։ Հասկացա՞ք, այդ դու դա սովորի։ Ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչն ասում է, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հետ ասոցացվող կամ նրանց հետ փոխկապակցված թե իշխանական եւ թե ընդդիմադիր լրատվամիջոցները նպաստել են ատելության խոսքի տարածմանը։ Ոչ միայն թեկնածուները անձամբ իրենք են գեներացնում, այլ ավելի շատ հենց թեժացնում են իրենց հետ փոխկապակցված զլմ-ներ։ Դիտորդը հիշեցրեց քարոզարշավի վերջին օրը իշխանական Civic AM-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ըստ լրատվամիջոցի Վարդան Ղուկասյանի անչափահաս ազգականը մի խումբ տղաների հետ մերկացնում է անչափահաս աղջկան։ Հովեյանը պնդեց, եթե այդ տեսանյութն իրավապահներից է հասել լրատվամիջոցին, դա վարչական ռեսուրսի չարաշահում է ու պետք է իրավական ընթացք ստանա։ Իսկ եթե իսկապես ադրբեջանական տելեգրամյան ալիքներում է նախ տարածվել, հետո հայտնվել իշխանական լրատվամիջոցում, ապա հաշվի չի առնում արդեն իսկ շատ խոցելի իրավիճակում գտնվող այս քրեական գործի տուժողի, զոհի կարգավիճակը, դեպքը հերթական անգամ շահարկվում է քաղաքական դիվիդենդների պատճառով, բայց չէ որ այս ամենի հետևում իրական մարդիկ են, իրական զգացումներով, իրական ճակատագրերով։ Դիտորդներն ակնկալում են, որ համապատասխան պետական կառույցները կարձագանքեն բռնության, ատելության բոլոր կոչերին։